Բարև նորից ողջույն հարգելի ես աշխարհի լսարան, մենք նորից եթերում ենք եւ շարունակում ենք հաղորդումը պարոն Ջորջ Աշխարհի հետ։ Հաջորդ հաղորդումը շարունակությունն է, սա պարոն Աշխարհ, դուք կանգնեցիք այն հարցի վրա, որ բժիշկները ասում են, որ քաղցկեղը գենետիկական նաեւ աղբյուր ունի եւ ասում եք, որ դա չի կարող պատահել, այդպես հնարավոր չէ։ Կարող եք երկու բառով բացատրել, թե ինչու են ասում գենետիկական աղբյուր եւ ինչու հնարավոր չէ այդպիսի բան։ Ուրեմն կարող եմ բարձ ասել, որ բժիշկները բոլորն են, կոնկրետ մարդիկներ են։ Բոլորն են կապված ունեն իրենց արժեքին։ Բոլորն։ Ասեն սխալները, նախ ասա գենետիկ նույնիսկ ունի կյանքերը։ Կամ ուրիշ որոշ բացությունները։ Գենետիկը միան մարմնի ֆիզիկական գարույց է, ոչ մի հիվանդություն գենետիկի հետ կապվում է։ Ոչ մի պատասխանատու։ Միան ֆիզիկական կառուցվածքն է։ Եթե իշխան կա մատի ասորեն առաջվա մատի հետն է, մատի հետը։ Մատի հետի չարոց իմանալ թե ինչ հիվանդություն ունի։ Ամենից է։ Մատի հետի դրա համար է որ գենետիկը ինչ որ մի բան կդելեն, եւ ուզում ենք գտնեմ թե ումն է ադիգա։ Ինքը մատի հետ են կդած, ուզում ենք գտնեմ թե ում է։ Դրա համար փնտրում են նայում են, որի գենետիկը համընկնում է այդ մատի հետի։ Նոր որոշում են որ մատի հետը պատկանում է այդ մարդուն։ Մարդուն չեն կարող ասել որ այդ մարդը կյանսեր ունի, փոքրինի գենետիկով չեն նարադիգա ասել։ Դա գենետիկի դեպքի ոչ մի հիվանդություն է։ Իրենք բան են ասում, ինչու համար իրենք գենետիկ են ասում, որպես մի քանի փաստեր կան, որ գենետիկի նման է։ Իսկ մայրը կյանսեր ունի։ Երեխա աղբյուրի կյանսեր ունի։ Կորնիկ ունի կյանսեր ունի։ Դրա համար ասում են, որ այդ գենետիկ է, որից աղբյան աղբյուրի կորնիկին անցնում է գենետիկը։ Իսկ գենետիկ է, ինչու որից կյանսում։ Հայրն է կյանսեր ունի, տղանցունի, աղբյուրի, կորնիկությունի։ Գենետիկը ընդհանրապես հիվանդություններից կապվում է։ Հիմա մայրը եթե դեր կյանսեր, նշանակություն արյան մեջ կարցինոգեն կա, որ կյանսեր է առաջացնում, այն որ հղիության ժամանակ ինչ երեխան սնում էր մոր արյունից, դրա համար մոր արյան միջի կարցինոգենը անցնում է երեխային։ Այսօր երեխան զննում է, արդեն մորը կարցինոգենի 10% է երեխային դար, երեխան որ զնվում է, 10% մոր դված 10% երեխայի համար 100% է։ Երեխայի չափը եթե հաշվի առնի, մայրը հսկայական մեծ է, հաշին ունի, 10% եթե երեխայի համար 10% արդեն 100 է։ Մնում է որ ընդհանրապես եթե երեխան կյանսեր գուգրելար, պետք է որ 7-10 տարի սպասել որ կարցինոգենը հավաքվի, կյանսեր առաջացնի։ Այդ 3 տարեկանին, 4 տարեկանին կյանսերին այդ պատճառը որ նորմալ կարցինոգենը անցած է, ել սպասելու դարիքի է, կարցինոգենի լեցուն է մարմնի մեջ եւ ինչ անում։ Սպասում է որ երեխան պրոմոտոր անդացել որ կարցինոգեն օգտագործի կյանսեր կազմի։ Երեխան պրոմոտոր անդացել է երբ որ արդեն դոկիա գանքում, ինքնի մեկ դարեգան, ումը քայլի չկարողանում, չղայնանում է, ուզումը բազվիչի կարողան գայնանում է, ուզումը ապաներ խարն է, կանքեր, պանն է, զնոներ են պանում, արդեն որ չղայնանում է պանը կարցիքան է, պրոմոտոր է անդացել։ Քանի որ կարցինոգենն էլ դա արդեն մայրից ստացել է, ամուկաբես կարնում է պան, կյանսեր։ Ընդհանրապես երեխաների գրնամ ասել որ հաստատ 50% լյուկեմիա են ստանում, այսինքն արյան կյանսեր են ստանում։ Ինչու համար այդ երեխայի աճման ժամանակ արյան դուգը, որ արյուն է արտադրել, այդ ակտիվ դուգայի մեջ է։
Կարցինոգենը շատ միջամբ ազդում են դրան։ Դրա համար ես մատամ երեխաներին 50% երեխաները 4 տարեկանում լիքենիան են, այսինքն դիջի բանը, կենսերը։ Ադո, եթե գենետիկները դեպի ֆլորոդին դապտերը, այրն էլ ունի կենսեր, բայց երեխային չան, որովհետև դապտումը։ Հետո ընդհանրապես ասեմ, որ մարմինը հատուկ սերնդին երբեք հիվանդություն չի հաղորդի։ Հատուկ սերնդի համար ընդհանրապես հաղորդում է ամենալավ, ամենահավարող սերմերն են։ Դրա համար սերնդը անցած աջում ամենքատ լավանում է։ Այնպես որ եթե ներունեցան, դա միան գողնագի միական հասնում է բոլորին ունեն։ Հետո որ ասեցի բանի մասին, և ասում են կարցինոգենը կենսեր է առաջացնում։ Հետո եմ 115 տարվա մեջ 1995 ոչ մի տիրից, ոչ մի դադրով կարցինոգենի մասին, ոչ մի դադրով ոչ էլ օգտագործել, ոչ էլ օգտերը մակրել։ Կենսերը փիջիջները քյուրին են թողնում։ Կենսերը փիջիջը մակրում են, կարցինոգենը հոնորնով են ադասում, հետո որ ոչ մի իմաստունի կենսերի փիջիջները մակրում են։ Արդեն մարմինը ինքը կենսերի փիջիջները մակրում է, բայց ինքը ունեն։ Եթե մարմինը կենսերը, կարցինոգենը 100 կենսերը առաջացնում, մարմինի իմուն սիստեմը արժանում նրան օրինակ համար եմ ասում ես, նրան գեցը մակրում, 50%-ը։ Ինչ ամիս, նորեն կարցինոգենը 100% ավելացնում է, նորեն մարմինի իմուն սիստեմը 50%-ն է, այդպեսով 50% մնալով աճում է և մարմինի մեջ տարածվում է, այնպես որ բոլորովին բան չունի, գապ չունի գենետիկի հետ կամ մյուս բանի հետ։ Հետո ինչ պիտի ասի, stem cell թերապի են ասում, չէ՞, վերջերս կա stem cell թերապի և գենետիկ թերապի։ Գենետիկ թերապին բարապան, գենետիկ ասից չէ, կամյան մարմինի գարուցվածն է, ուրիշ ոչ մի հետիկ պացում։ Stem cell թերապի էլ իրենք ասում են, որ որ ձուձը ինչ-որ պջիջ է արդատրում, այդ պջիջը գրնա դարբեր պջիջների դարնալ։ Եվ դրա համար գրնանք ասման, եթե ասենք թե սիրդի որը պջիջներ պջացել են, stem cell թերապիով գրնանք նորոգել։ Նորովին է գարիք չունիս, մարմին ինքը իրեն միշտ էլ նորոգում է, միան խանգարողին գիտի մաքրես։ Եթե խանգարող գա, ուրեմն մարմինը չի գրնար մաքրել։ Նույն է կանի համար, որ լիքեմյան չէ, ոսկորի դուձի կենսերը։ Եթե կտան բր ոսկորի դուձի կենսեր ունի, արյան կենսեր են ասում, լիքեմիա են ասում են պետք է փոխենք, թարմը տնենք, բայց այդ ապուշները չեն մտածում, որ այդ դուձը թարմ էր, լավ էր, որագով էր, այդ ավրվավ, որովհետև արյան մեջ ավրելու կարցինոգենը կար։ Հիմա այդ ավրվածը հանես, նորը տնես, նոր են պիտի ավրել, որը կարցինոգենը հոն է, բայց եթե կարցինոգենը նախորոք մաքրի արյունից, և նոր ձուձը, արդեն մաքրի արյունից ձուձն էլ կմաքրվի։ Օրինակի համար, իրենց հեշտացնելու համար եմ ասում, եթե արյունը մաքրվեցավ, ձուձն էլ եթե իրենք հանեն ու նորը տնեն, կմնա, որովհետև արյունը մաքրունը չի ավրվի, բայց եթե հին ձևով, արյունը չմաքրած ձուձը հանեն, նոր ձուձ տնեն, նորը պիտի ավրվի, որովհետև կարցինոգենը հոն է, պիտի ավրեն նորը։ Այնպես որ ոչ մի իմաստ չունի արյան փոփոխությունը։ Բանի քարտերի չէ, քարտեր չէ։ Կա երդասարդ պրեզիդենտը, Բիլը։ Բիլ Քլինտոնը։ Դուք որ երկրի պրեզիդենտի մասն եք ասում։ Որ հիմա գինն էլ բան էր, չէ, արտաքին գործը։ Քլինտոնը։ Քլինտոն, հա։
Ուրեմն լեգնի կանոններն են որանում։ Կլինտոնը թիկնածու ժամանակ էլ նամակ ուղարկեցի, պրեզիդենտ լալեններ էլ նամակ ուղարկեցի, ոչ պատասխան չստացա։ Իրեն մայրը կանոն էր, ձուձի կանոն էր, կենսեր ուներ։ Եվ ասել էին, որ պետք է ձուձը փոխենք, նոր ձուձ տնենք, թարմ ձուձ տնենք։ Հարցրել էր, ինչքան գարժեն, 120-ից 180 հազար։ Հետո ինչ պիտի ելա, մի քանի ամիս երկար գաբրեց։ Ես ոչ 150 հազարը կուտամ, ոչ երկար ապրեմ, թող ես ընցել ներնեմ, սա պետք ընցել ներավ։ Որտեվ իմաստուն է, որտեվ իրենք էլ ասում են, դու փոխենք անգամ, դու բուժված չես։ Մի օր նորից ձուձնալ պիտի ալվի, եւ նորից փոխելու գարիք դժի կամ պիտի ներնի։ Եթե այդպես են էլ ինչի փոխեն, ինչի տրամադրեն դու։ Այդպես էլ իմ ազգականին եղավ, մորակրոց տղային գինը ուներ լյուկեմիա ուներ, ոսկորի ձուձի կենսեր ուներ։ Իրենց կացի բացատրեցի, որ այս մեթոդը շատ լավ բուժում է, ամեն ինչ կարգին է։ Մայրը ուներ, աղջիկա մայրը ուներ, լսեց բոլորը, հետո ես երթալեն հետո նորակրոջս տուղոն ասել է, որ ուրեմն ափսոսում ես 120,000 դաս ձուձի փոխել աղջիկաս կյանքը բրգեց ասում է, ուզում ես 10 ցենտանոց սիսերով խապես ասում է իրեն ուժեսի կտե ասում է։ Ինչ են լավ ասում է, եթե սիսերը չեք ուզում, ես 120 չի 150 էլ գտամ, թող եթե ձուձի փոխեմ։ Կնաց փոխեցին 3 ամիս հետո մահացա։ Որտեղ նոր են ապրել, որտեղ արյունը բան էր, ադոդ էր, կարսինոգեն գար։ Այնպես որ ոչ մի ոք չստացավ։ Եվ սիսերի միջոցով կանսերոգենը հնարավոր է դուրս հանել։ Իհարկե, արյունը պիտի մաքրուց ամեն ինչ մաքրվում է։ Արյունը մաքրում է, ամեն հիվանդությունն մաքրվում է։ Արյան մեջ է աղբյուրը։ Ընդհանրապես ինչ հիվանդություն, ինչ ագարտություն հիվանդություն ունենաք, բացկարը պիտի գտնես, բացկարը պիտի կրացնես։ Հիվանդություն, բացկարը պիտի գտնես։ Հետո բանի մասին էլ խոսում է, որ կենսերը իրենք շատ պետքեր եղան, հետենց իրենք արդահայտեցին, ասեն վիրուսի կենսեր առաջացնում, չգիտեմ բակտերիան կենսեր առաջացնում, հետո տեսնում են, որ չէ, կենսեր կա, բայց ոչ վիրուս կա, ոչ բակտերիա կա, հետո չգիտեմ, բացատրություն չգրծան դալ, հիմա ես բացատրություն դամ, վիրուսը բջիջներին, առողջ բջիջները բշվում է և պրոմոտոր է առողջում, եթե մարմինի մեջ կարսինոգենը կա, այդ պրոմոտորը օգտագործում է և կենսեր է կազմում։ Դրա համար, ասենք վիրուս, այնտեղ վիրուս եղել է կամ բակտերիա կենսեր, կարծում են թե վիրուսի կամ բակտերիա կենսեր առաջացրել։ Չէ, նրանք միայն պրոմոտոր արտադրեցին, այսինքն փշրեցին բջիջները, գդորները, քանի որ կարսինոգենը կա մարմինի մեջ, այդ գդորները օգտագործեց կենսեր կազմում։ Հիմա այսպես էլ ընդհանուր ընդեղ էլ այսպիսի բան կա։ Եթե կարսինոգենը հասել է քրիտիկական մագարտագին, որ ատկերը պիտի կենսեր արձակվի, եթե պրոմոտոր չի արտադրվում, երբեք կենսեր չի արտադրվում։ Որտեղ կենսեր արտադրելու համար առաջինը պետք է կարսինոգենը քրիտիկական մագարտագին հասնի, հետո պրոմոտոր պետք է լինի, որ կենսեր կազմի։ Կամ հագարակը, եթե պրոմոտոր արտադրես, ահագին պրոմոտոր արտադրես, կարսինոգեն չկա, նոր են կենսեր չի արտադրվում։ Դուք այդ երկուսը ներկայացնում արտադրել, որ Այսինքն, եթե ես հասկացա, եթե ուրեմն այդ կանսերոգենը հավաքվել է 7 տարիների ընթացքում, 10 տարիների ընթացքում, դրան գումարած ստրեսը, այդ բանը, ջղայնությունը, այդ բոլորը պրոմոտոր են արտադրում միան։ Այդքան արտադրում պրոմոտոր։ Կարսինոգենը օգտագործում է այդ պրոմոտորները, առանց դեպի կենսեր կազմելու համար։ Այո։ Հիմա ուրեմն դրանց անտանգետությունը որտեղ է երևում։ Ասում են, որ կենսերը եւ ասում են, որ կարսինոգենը կենսերը առաջացնում եւ երբեք կարսինոգենի անունը ոչ օգտագործում են, ոչ էլ փորձում են հանել։ Դրանք կենսերի բջիջներն են, բջացնում, մաքրում են։ Կենսերի բջիջներ եւ ասում են, թե կենսերը ասում են մեկ
բանից մեջ բջիջից առաջանում է ասում եմ մեկ բջիջի մեջ փոփոխություններ ալենում մուտացիա են ասում մուտացիա ելնում ամերիկացիները ասում են 6-ից 7 մուտացիա պիտի լինի որ կարողանա այդ բջիջը կենսեր դառնա իսկ անգլիացիները ասում են 16-18 հատ պետք է փոփոխություն լինի որ կենսեր առաջացնի բայց adonk մորանում են բիոլոգիան եւ բանը իմուն սիստեմը պաշտպանական սիստեմը Եթե որևէ բջիջի մեջ մեկ փոփոխություն եղավ, այդ բջիջը մարմնի բջիջ չէ, եւ ամիջապես ներծնելու մենտագա է։ Իմուն սիստեմը դրան ամիջապես մաքրում է։ Որտեղ այլևս մարմնի մաս չէ, մարմնի բջիջ չէ։ Ինչպես որ տրանսպլանտ են անում, չէ, բազմացում են։ Եթե մարմնի բջիջների նման չեն, այդ պատասխանը չի վերցնում։ Սիրտը կամ երիկամները կամ թոքերը Պետք է մարմինի բջիջների համապատասխանող լինի, որ վերցնե։ Եթե համապատասխանող չի, գմերժե, չի վերցնե։ Նույնն էլ է։ Եթե մի բջիջ կամ երկու բջիջ մի քիչ վիրավորվել են կամ բաները փոխվել են, անպայման ադոնք ենթակային վերցնելու։ Հետո բանի մասին էլ ասեմ, ուրեմն սա այսպես է, ամերիկացիները 7-8 հատ պիտի փոխվի մուտացիան ցածրվում եւ անգլիացիները 16-18 հատ։ Հետո prostate specific agent ասում են։ Միսադես չի ատակ։ Prostate-ները ստուգելու համար prostate PSA ստուգում են, թե PSA ինչքան է։ Այո, պրոստատի PSA։ Այդ շատ խափուցիկ բան է, օգտագործում են մարդկանց վախեցնելու համար, կամ փովելու համար իրենք են։ Adică այսպես է, եթե 10 հատ կենսեր առաջացավ պրոստատի մեջ, 10 հատ PSA առաջանում է։ Այսինքն 10 կենսեր, 10 PSA։ Այն ստուգում են ու ասում են, դες կոմոդ 10 հատ կենսեր առաջացել, որը 10 հատ PSA կա։ PSA-ն համարում են կենսերի բան, կենսերին համապատասխանող կամ կենսերին ներկայությունն է։ Շանիշ։ Ինչ են անում, թեղ են դալիս PSN իջեցնում են։ Իսկ 10 հատեր, չէ, թեղ են դալիս իջեցնում են երկուսի։ Դեսար ասում է, բուժեցինք ասում է, առաջ 10 հատեր, հիմա 2 հատ է։ Այդ կենսերը թեր 10 հատ է, կենսերը ոչ բան չեղավ։ Միան ադոր նշանը իջեցին։ Հետո սպասում են դեսմեն, նորեն ավելցավ, 15 դարձավ, 20 դարձավ, նորեն թերգուդան իջեցնեն։ Թեր դալիս են PSN-ը իջեցնում, նշանը, մարկերը։ Բայց կենսերը ընդեղ է, 10 հատ առաջացավ, հիմա 15 հատ, 25 հատ կենսեր կա ընդեղ։ Բայց նրանք որ ստուգում են PSN, ասում են, դες PSN իջեցուցինք ասում են, երկուսի իջեցուցինք, բայց չգիտենք ինչու նորեն բարձրանում է։ Որտեղ կապ բան չունի, adică նշաններ են, կենսերի քանակի հետ կապ չունի։ Միայն կենսերի քանակի հետ կապ ունի, երբ որ առաջանում է։ Եթե 10 հատ կենսեր է, 10 հատ PSA կա, 50 հատ, 50 հատ։ Եթե իջեցնում է, իջեցուր, ոչ մի կապ չունի, կենսերը 50 հատ աղատ, 50 հատներ մնում է, կենսերը չի պատասխանում։ Ադալատպես են բանանում։ Հետո բանի մասին, ասում են սիգարետը բան է անում, չէ, կենսեր առաջացնում։ Աբուշ բաները։ Սիգարետը երբեք կենսեր չի կարող առաջացնել, եւ չի առաջացել։ Այլս 12 տարեկան այդ սիգարետը ձղել, մինչև կյանքին վերջը ամեն օր արաբոտմանից մինչև գում, ոչ մի խնդիր չունի սիգարետը, որովհետեւ այդ ժամանակ կարսինոգեն չկար գելիկների մեջ։ Ոչ Թուրքիայում կար, քիլիսում ինքը քիլիսի էր, ոչ Թուրքիայում բարարդան էր գային քիմիական, ոչ Հալեբում կար, ոչ Բեյրութում կար, ոչ Հայաստանում։ Ամերիկա եթե կարն է, անպայման կարսինոգեն բիդելներ եւ խնդիրներ պիտի ստեղծել։ Եվ մինչև մահանալը ինքը սիգարետը ձգում էր։ Եվ ոչ մի խնդիր ունի սիգարետից։ Այսինքն պրոմոտորն է սիգարետը միայն, իսկ կանսերոժենը գալիս է ուտելիքից։ Կարսինոգենը մարմնի մեջ պետք է լավ որ պրոմոտորը օգտագործի։ Եթե կարսինոգեն չունի, ինչ կանել ուզում է պրոմոտոր արտադրել, կենսեր չի դառնալ։ Հետո ինչպես է մահանում մարդը։ Ասենք թե այսպես է կարսինոգենը ամբողջ մարմինը տարածվում է, արյան մեջն է։
տարածումն անգամ։ Մարմինից որ մասում որ պրոմոտոր արտադրեց, այնտեղ կյանսերի սկսի։ Կարսինոջեն կա այդտեղ։ Դրանց սպասում է պրոմոտորը։ Պրոմոտոր եղավ, հիմա garanց մոտ սիրտն է ամենազգային, չէ, սիրտը չէ։ Գուրսերն են ամենազգային մասը։ Դրա համար, երբ որ խնդիր ունեցան դժբախտություն կամ հուսահատություն, բան, սիրտը պրոմոտոր է արտադրում։ Եվ կյանսերը սրտի մեջ է։ Կուրսկերը, սիրտը չի կարող լինել կարծիք։ Չէ, գուրսկերի մեջ է սկսում կյանսերը, որտեղ գուրսկի մեջ է պրոմոտոր արտադրեցակ։ Իսկ տղամարդն է զգալի մասը բան է, պրաստետն է։ Երբ որ մարդը որտեղ դժբախտություն են, գործունեություն են, նոր գործունեություն հնարավորություն չկա եւ նեն բաղով չկա, բան, այդ դժբախտությունները բոլորը ստրեսը բան է, պրաստետի մեջ պրոմոտոր արտադրում, կյանսեր չի արտադրում, պրոմոտոր, կարսինոջեն օգտագործում են պրոմոտոր, կյանսեր է արտադրում։ Նույնն էլ կանանց սիրական օրգանները, այդ HPV գա, HPV բան է, վիրուս է, HPV-ն պրոմոտոր է արտադրում, քանի որ կարսինոջենն է գա, պրոմոտոր օգտագործում է վաջինայի բան է լինում, որոպչի կյանսեր է լինում, բանի արկանտի կյանսեր է լինում, ծվարանների կյանսեր է լինում, բոլոր դրանց է, որտեղ HPV-ն տարածում է սեռական օրգանների մեջ է, տղամարդու մոտ է, եթե տղամարդիկ է, եթե այդպիսի կնոջ հետ ապրեցավ, գվարակվի, եւ տղամարդու մոտ էլ անել, ծվերի կյանսեր ունենա, որտեղ HPV-ն վիրուս է եւ պրոմոտոր է արտադրում, պրոմոտոր արտադրեց կարսինոջեն կա, դրանք էլ կյանսեր են դարձնում։ Հիմա այսինքն այդ բոլոր կանսերները, որ դուք ասեցիք, հնարավոր է հենց սիսեռի միջոցով դրանցից ազատվել, որի մասին դուք թվեցիք։ Բոլոր հիվանդություն առաջացնող նյութերը արյան մեջն է, արյան ջրային մասի մեջն է։ Եթե արյան ջրային մասը մաքրում է, բոլոր հիվանդություններն էլ բուժվում են։ Արթրիտիսն է, լեմֆոզիմանն է, ալերգիան, բոլորը բուժվում են։ Որտեղ մարմինը երբ որ ցույցերում է, մարմինի իմուն սիստեմը բացառապես մասնակցում է։ Դա շատ լավ է, որ մասնիկի իրենն է, որը իրենը չէ։ Իրեն չեղող բերում է ցույցերում, ցույցեր արդեն հոց տարածացվել, հոցով ցույց է տալիս։ Մաքրում է։ Այսինքն, երբ որ մենք ասեք։ Դու բանը, ինչպես է մահանում։ Մահանալ։ Կյանսեր կա, կյանսերի ինչ անում որ մահանում։ Ոտերի մոտ կյանսերի հատիկները մտնում են փոթի մեջ, ոտերի մազական անոթները, քանի որ կյանսերի բուժիչները ավելի մեծ են, քան սովորական բուժիչները, այդ մազական անոթները փակում են։ Փակում են, ասենք ոտի այդ մասը սնունդ չի ստանում, արյուն չի գնում այնտեղ։ Սնունդ չի ստանում, մեռնում է այդ մասը։ Հետո ուրիշ մաս, բավական մեծ քանակ, ասենք 50-60% հասավ ներազների քանակը, տոկը չի բավարարում ցուցվածին մարմինի համար, մահանում է։ Ուրիշ տեսակներ կա, որ այսպես է, ասենք պանկրեատիկ կյանսեր, եթե մեծ է պանկրեատիկ կյանսեր, պանկրեատիկ կյանսերն էլ այսպես է, կյանսերը սկսում է առաջանալ։ Եթե կյանսերը, ասենք 30-40-50% է, թեր պանկրեատիկը այնքան հեղուկ է արտադրում, որպեսզի կարողանա սնունդը մարսել, ստամոքսը աշխատել, եւ մարդը շարունակում է ապրել։ Բայց որ եթե քիչ ավելցավ 60%-70% հասավ կյանսերը, բջիջները, այնտեղ 30-40% առողջ բջիջ մնացի, այդ 30-40% առողջ բջիջը բավարար չեն արտադրում, որ ստամոքսը աշխատի, սնունդը աշխատի։ Դրա համար սնունդի գժադում է լինում, դրա համար մահանում է։ Իմը երևի մի 40% ավրված էր,
գդրեցին հանեցին 40%-ը, մնացած 60%-ը բավարար ինսուլին էր արտադրում, որ ես ապրեմ։ Հետո գամած շատ է։ Այսինքն պանկրեասի շատ եթե մի քիչ սպասի Հեկտար 60%-ը ասներ, այդ չայի ստեի ազատ, որովհետև 40%-ը չպիտի կրնալին դիբարել։ Առոց մնացած 40%-ը։ Այնպես որ ժամանակին գործողություն եղավ, բայց իրենք ինչ են ասում, ուրիշ պանկրեատիկ հիվանդություն ունեցողներին դրում են և թողնում են, բայց արյունը կարցինոգենիկ դա արյան մեջ։ Կենսերը, դեպի և 60% մնացել է, շարունակվում է, 50-ի այշնում, 40-ի այշնում, շարունակում է դրա համար մահանում է, և 97%-ը պանկրատիկ կենսերի մարդիկ մահանում են, նրան 3%-ն է փրկվում, 3%-ը փրկվում է դրա համար, որ երևի շատ քիչ է, 10 կամ 20%-ն է կենսեր դարձած, գդրում են հանում են, ապրում է, բայց նորենալ, եթե ապրում է, միան են պայմանով, որ քանի որ կենսեր առաջացել է արդեն, ուրեմն կարցինոգենը բավարար գա, պրոմոտոր չի արտադրում, դրա համար ապրում է։ Այդ կամպան։ Հետո այսպիսի ֆակտեր են, ես քրեդը կուրատի չքի ոչ լաբորատորիա մտել եմ, ոչ էլ բժշկական կրթություն եմ արել։ Հիմա երբ որ գինը կենսեր ունի, քիմոթերապիա են անում, ռադիացիան անում, մահանում է։ Մի քանի ամիս հետո մահանում է։ Հիմա երբ որ գուրսկն են հեռացնում կենսերի համար, մի քիչ երկար դեպում է մահանալը։ Ինչու համար։ Երբ որ գուրսկը հեռացնում են, գուրսկին մեջի կարցինոգենները միասին դուրս է գալիս։ Դրա համար այդ կարցինոգենների քանակը իջնում է։ Քանակը որ իջավ, կենսեր չի կարող առաջացնել։ Եվ ուզի պրոմոտոր արտադրել։ Հասկանալի է, չէ՞։ Որտեղ ամբողջ մարմնի մասն են հեռացնում։ Այդ է խնդիրը։ Մարմնի մասն որ հեռացնում են, որտեղ մեջ կարցինոգեն կա, դրա համար մարմինը սպասում է 1-1.5 տարի, որովհետեւ կարցինոգեն նորեն մագարտագին հասնի, էթիկական, եւ նորեն կենսեր առաջացնի։ Բայց եթե գուսկերը չեն հեռացնում, 2 ամսից հետո 2-3 ամսը մահանում է, որովհետեւ կարցինոգեն բոլորովին չեն անում մարմինը։ Յան գուսկի բակտերով, գուսկի միջոցով են անում։ Դա էլ այդպես է մահանում։ Հետո բանի մասին։ Դիսակ, վակցինի մասին։ Վակցինի մասին։ Ասում են, որ պետք է մենք մի հատ վակցին առաջ բանենք, մշակենք, որպեսզի մարդիկ, որպեսզի վակցինը կենսերին առաջ առնի և կենսեր չառաջանա։ Հետաբուժները նույնիսկ չգիտեն, թե վակցինը ինչ բան է և ինչու համար է։ Վակցինը միակ վիրուսների համար է։ Երբ որ վիրուսը հարձակվում է, մարմինը դրան պայքարում է։ Եթե վիրուսը քիչ է, պայքարում է, բայց հիշում է, որ վիրուսը եկավ, պայքարեցի, հետքերը կա, ինքն էլ պատրաստվում է, հաջորդ անգամ որ գալիս է, անմիջապես պայքարում է, մաքրում է։ Դրա համար վիրուսը սկսում գալիս եւ վակցին է դարձնում մարմինը, վակցինը։ Մյուս անգամ որ վիրուսը գալիս, արդեն վակցին ունի, պայքարում է եւ չի հիվանդանում։ Դրա համար էլ մարդիկ ինչ են անում, որովհետեւ այդ հիվանդությունները ամեն տարի գալիս են, ամեն տարի լինում է։ Դրա համար ինչ են անում, արհեստական վակցին են անում, մարմինի մեջ է սրսկում, դա արդեն պատրաստի հագավիրուսային վակցին է, երբ որ վիրուսը գալիս է, արդեն պատրաստի կա, պայքարում է վիրուսը դեր, վիրուսը չի կարողանում հիվանդացնել։ Այդ է։ Իսկ մապանը կենսերը վիրուս չէ։ Εμείς որ կենսերին վակցին չես կարող ունել։ Որտեղ վակցին ընես չնես, կարցինոգենը անպայման առողջ բջիջի կենսեր պիտի դարձնի։ Վակցին ունես չունես կապ չունի։
նայել այդպես է։ Հա, հիմա մի հատ հարց տամ, պանկրեասի համար։ Ասեք։ Հա։ Հետո բան դեմ ենք։ Երբ որ մի դեր կենսեր առաջանում, այսպես մանրամաս ինչու մետաստազ է լինում, ծրվում է։ Որտեղ կենսերը առաջացավ մարմինի մեջ է, կենսերի չափը մեծավ պրոմոտորի չափով, չէ, ավելի մեծ դարձավ։ Որտեղ առողջ բջիջ եւ պրոմոտոր ավելի մեծ է, քան թե միան առողջ բջիջը։ Իսկ իրեն առողջ բջիջի դերը միան առողջ բջիջի համար է, երկուսի համար չէ։ Դրա համար երբ որ կենսերի վրա կան առողջ բջիջի վրա կարցինոգեն կանը պրոմոտորը միանում է, մեծ է դառնում, բայց տեղում չի գրնա դինել, առաջինը չի գրնա դինել, երկրորդն էլ կողքի բջիջները, որ տեսնում են իրենց նման բջիջ չկա, այնտեղ կենսերի բջիջ կա, օդար բջիջ, նրան հրում են, հանում են այդտեղից։ Դրա համար կենսերի բջիջը սկսում է արյան մեջ մնալ եւ դարածվել ամբողջ մարմինը։ Հիմա եթե կենսերը, ասենք երիգամներից սկսած ամբողջ դարածված կենսերները երիգամի կենսեր են։ Ասենք երիգամից կամ գրծքից սկսած garanց մոտ, գրծքից սկսած կենսերը եւ դարածվեց։ Այդ դարածվելու ժամանակ կենսերը անցնում է լիմֆատիկ նոդերի միջոցով, պլանների միջոցով։ Լիմֆատիկ նոդերը դրանց բահում են։ Բայց եթե շատ է լինում, իրենք որոշակի քանակը կգրնան բայել, ամենից չեն կգրնան բայել։ Եթե պետք եղածից ավել եղավ, ինչ կան որ կգրնան բայել բահում են, մնացածը շարունակում է։ Մյուս նոդին, այդ էլ ինչքան որ գրծավ բայել շարունակում, վերջում որ նոդերը արդեն լցված են կենսերով եւ չեն կարողանում նորը ընդունել, թոքերն է գնում։ Հիմա թոքերի մեջ կենսերը թոքի կենսեր չէ, գրծքի կենսերը, որտեղ այնտեղից սկսած, այդ նույն կենսերը տեղափոխվեցավ թոքերի մեջ։ Կամ լյարդի մեջ որ կենսեր եղավ, դա արյան միջոցով գրծքի կենսերը գնացին եւ լյարդի մեջ լցվեցան թոքերի մեջ։ Եթե անոնք չկարողացան բահել կամ ոչնչացնել այդ կենսերի բջիջները, շարունակում են դեպի ոսկորը եւ ուղեղը։ Ուղեղը եւ ոսկորը վերջին կանգառն է իրենց։ Ապկերպում դեր չկա։ Հիմա եթե ուղեղին է գնում, ուղեղի կենսեր չկա, գա գրծքի կենսեր։ Գրծքի կենսերը արյան միջոցով տեղափոխվել է ուղեղի մոտ։ Եվ ուղեղի երեսին է։ Ուղեղը կենսեր չէ։ Այս աբուշները ամեջավես դրում են այդ մասը, ուղեղի հետ միասին հանում են։ Ուղեղը արդեն բացեց, վնասվեց։ Հետո նորեն շարունակում են, նորեն ալինում, նորեն են։ Հիմա երբ որ հետո եթե ոսկորին է կացած, ադիգա ամենադժվար մասն է։ Օրինակ ուղեղին եթե կացած է, սիսերը մի քանի շաբաթվա մեջ մաքրում է, որտեղ ուղեղի բջիջը կենսեր չէ, ուղղակի վրան նստած է։ Այդ նստածը շատ թույլությամբ դուրս է գալիս։ Եթե ոսկորին է կացած, ոսկորը գարձր է, գպչում է ոսկորին, թույլուն չի դուրս գալիս։ Եթե ոսկորին հասած է կենսերը, շատ ուժեղ ցավեր է պատճառում եւ ուժերի ժամանակ ավելի շատ ցավեր է պատճառում։ Բայց նորեն ժամանակավոր է եւ ժամանակը անցավ լրիվ մաքրում է, բայց ուժեղ ցավեր է։ Իսկ եթե մարմնի որևէ մասը, եթե ցավ զգացիր, հա, դա նշանակի որ այդ մասը ուժվում է։ Այդ ուժումը ցավով է լինում։ Բայց 2-3 օր։ Այդ 2-3 օրից հետո դեսնես որ վերքից ահագին արյուն ակնց գալիս։ Այդ բուժված, ինչ որ բուժվեց, այդ բոլոր աղբոտությունները գալիս վերքից դուրս են գալիս։ Բայց բանը Ուրեմն եթե մարմին դարբեր մասեր առաջացնում, այդպես ցավով վերջան, բայց ոսկորինը երկար է դեպում եւ շատ ուժեղ է լինում, որովհետեւ ոսկորից փոխելը դժվար է լինում, դրա համար երկար է դեպում եւ բայց բանն տեղը նշողին դեպք ունեն ոսկորինը անում մոդելն առնում ծորնում դիտալանոն կամ ասպիրինը առնում ծորնում բայց ինչ-որ մատերում դիտել դիմանում Հա
Այսինքն բոլոր ստադիաներում հնարավոր է մաքրել օրգանիզմը սկզբից մինչև վերջ։ Ամփոփ Sorort ստադիայից է բոլորը գալիս են, sorort ստադիան հասավ եւ ինքներատեն չեն կարող օգնել վնասել անի դանկի մի ամիսի անտունել անոնց 98% բուժված են 98% բուժված են Միան 2% չբուժվեցին ադալ միաժամանակ ուրիշ բաներ օգտագործեցին սիսերեկ միացին եւ մահացան օրինակ առաջինը մի հատ կին գար Հայաստանից երկու Ամերիկայում էր ապրում Իշկացել է որ 2 ամսվա կյանք ունես ինձ զանգվավ էսի որ ամիջապես սիսերը սկսավ 4-րդ ամիսներ եկա իրեն տեսա միաժամանակ բժիշկներ զանգվել էր նրսի միջոցով ասում էր ողջ ես ասում եմ 2 ամիս հետո պետք է ներնեիր ասում եմ սիսերը դրադել դրա համար չներա Սի շարունակել էսի այսպես շարունակել իրեն մի մասը ոսկորին է կացել ուժեղ ցավեր էր ստանում Ուրեմն իմ երթալեն է դու այսինքն ես Լոս Անջելես եկա իրեն տեսա ես Նյու Յորք եի ապրում Երբ Նյու Յորք երթալեն է դու դեն 2 ամիս անցավ մեկ դեն մահացել է հարցուցի հարազատներ քույրներ ինչի մահացա Սա որ կոսիսերը ալումեր շատ լավ էր զգում ասում միան ցավերը շատ էր որտեղ ոսկորային կենսեր է մեկ իրեն համոզել է որ Կուբայի սև գարիճի թույնը կենսերի բջիջները մաքրում է ամիջապես մաքրում Ահա նույն մարդիկ չեն հասկանում որ կենսերի բջիջը բացար չէ նրան մաքրել ես չես մաքրել օգուտ չունի կարցինոգենը պիտի մաքրես որ գենա չարտադրել կենսերի բջիջները մաքրում ես ոչնչացնում ես Կարցինոգենը շարունակում է կյանսեր առաջացնել։ Ինձ օգուտ չունի։ Դի կյանսեր կարցինոգենը մաքրես որ գենա կյանսերը, այդ սիսերի էլ գարիք չունի։ Մարմնի իմուն սիստեմը մնացած կյանսերի բջիջները բոլոր կմաքրի։ Ուդե մարմնի իմուն սիստեմը օրական 50 կարող է մաքրել, բայց կարցինոգենը 100 է արտադրում։ Միան 50-ը մաքրում, 50-ը մնում է։ Բայց կարցինոգենը գեցավն է, մնացած 50-ն էլ մարմնի մաքրում։ Եվ ամեն անգամ որ 50 մնում է, կարցինոգենն էլ նոր արտադրում, դրա համար շարունակում շատանում է, եւ դրա համար չի բուժվում։ Ուրեմն այդ գարիջի թույնը խմել է, իբր թե կյանսերի բջիջները ամիջապես պիտի բուժացնեն, ինքն էլ պիտի լավանա։ Խմել է թույնը իրեն մեջտեղ։ Այսինքն ամենն էլ ասեմ, այդել Հայաստանում էր։ Քուրը ինձ ասավ, որ եղբայրս ասում է կյանսեր ունի ասում է, շատ է մտահոգում, եւ yani պատրաստ է ավտոն ձախես, գունել ձախը մի անտեղ ազատվի կյանսերի։ Ասում է Գերմանիա գնաց, Անգլիա գնաց, Ռուսաստան գնաց, Մոսկվա, Իսրայել գնաց, ոչ մեկն էլ հույս չդրել, որ կարող են բուժել։ Իրեն էլ անընդհատ ասում է, թե սիսերը բուժում է, ասում է ես սիսերին չեմ հավատում, ես բժիշկներին եմ հավատում։ Նրանք ինձ են բուժել 100,000 դարձել է։ Վերջ որ դեսա ոչ մեկ բան օգուտ չի գալիս, չեն բուժում, եւ ինքն արդեն վատանում է շատ է վատացել։ Եկել էր Երևան, ասում է լավ ասում է բուժեմ, բայց ես ասում եմ բժիշկների խորհուրդը չեմ ներժել ասում եմ։ Սիսերը սկսել է միաժամանակ էլ քիմոթերապիան։ Սիսերը մաքրում է քիմոթերապիան առաջացնում է։ Սիսերը մաքրում է Քիմոթերապիան այնքան շատ առաջացրեց, որ սիսերը չգրծավ մաքրել, 9 ամիս հետո մանացավ։ Հետո ինձ նամակ են գրում, որ քո սիսերը չաշխատում։ Ինչու՞ էսի։ 9 ամիս օգտագործություն ասում ես 6 ամսվա մեջ կբուժվեն, 9 ամիս օգտագործեցինք մերավ։ Ուրիշ ինչերի, իհարկե միան սիսերը հույսին չի պիտի մնալ, ասում է, քիմոթերապիան ինքն որ շուտ լավանա։ Դա դենտել մահացել է։ Այսինքն քիմիոթերապիան իրականում սպանում ամբողջ իմունային համակարգը բջիջները եւ միան օգտագործում է սպանելու եւ դրան շինելու համար։ Ասում եմ, կենսերի բջիջները բացառը չեն, բացառը կարցինոգենն է, կամ բակտերիան է, adiga պիտի մաքրել գործիջի, ոչ թե վնասված բջիջները։ Կենսերի բջիջը վնասված բջիջ է, մաքրել չմաքրել Արցինոգենի նորն արտադրում։ Կամ բակտերիան կմերցնես միան բջջած վնասված բջիջը մաքրել,
նորից բազն աշխարհը կտրվեց, ասեմ, որ կապը անդադ խաթարում են պարոն Ջորջ Աշխարհի եւ շատ դժվար է նրա այդ ուսկար կապի մեջ շատ անգամ նույնիսկ հեռախոսով խաթարում են կապը Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույնիսկ եւ շրջագայության մեջ է պարոն Աշխարհը կարճ ասեմ ահա այո մեկ միացնել դրաման անցարվեց հա ուրեմն այդպես քիմոթերապին դարակայությունը հորմոն թերապին միան սպաննելու եւ տրանսինելու համար է դրանք սպառվում են կենսերի ֆիզիկների մակրով բացառ է նանյան դժվար ֆիզիկները մնացած ֆիզիկները միան քիզումը կարցինոգեն է մակրոն Հիմա կառավարությունը ինչ է, որ ասեցի չէ, որ ինձ փակալեցին, հատկացին բան։ Ինչ հիմա Food and Drug Administration-ը որ թերերը հաստատում է, ես ադոնց ժողովին կացի ժամանակ Food and Drug Administration-ին ժողովին կացի իրենց պատասխանեցի, որ այս բոլոր հիվանդությունները թեղով, դրագով չի բուժվիր։ Եթե ուզում եք բուժեք, միայն սիսերը գրնա բուժեք։ Բայց մի հաստատեք, մարդկանց մի սպանեք։ Հիմա ինչ են անում, Food and Drug Administration հրաման է տված, այսքանի ամիս է։ Մեծ հրաման, ամբիսի սարսափելի հրաման, որ եթե ասում է, որ որևէ մեկը հիվանդանոց կամ բժիշկ կա, հենց որ իմացակ, որ կյանսեր ունի, անմիջապես քիմոթերապի, ռադիացիոն թերապի բիդարնիկ։ Եթե դրանք չօգնեք, չմերավ, բույսերը ինչ ուզում են թողանել։ Բայց ինչ ալին, եթե ասում է առաջինը քիմոթերապին եւ ռադիացիոն ճարակայությունը չօգտագործեցիքն է, ձեր լայսենսը ցերկից կազմեք, այլ բժշկություն չեք կրնարնել։ Ուրեմն կառավարությունը ինքը քաչալերում է, որ բոլորին սպանեն, դրամշինեն։ Որտեղ կառավարության բոլոր անդամներն են ֆարմացևտիկ տեղակայության մեջ բաժիններն են։ Ուզում են տեղերը զապեն, դրամշինեն։ Այսինքն մարդը չի կարող դրել այդտեղ Ամերիկայում, թե ինքը ուզում է քիմիոթերապիայով բուժվի, թե չի ուզում։ Մարդը չի կարող մտի, հա։ Հենց դա բոլորը ուզում են քիմիոթերապիան, որ ասում բժիշկը, մենք բժիշկին կհավանանք ասում է։ Բժիշկը ինքը ասում է, բուժում չունենք։ Այն որ մենք բուժում ենք, դա միայն սիմպտոմն ենք մաքրում, գանքերնիկ երկարացնելու համար։ Բուժում չունենք ասում, ամբողջ աշխարհ Սվետլանայի ջարից էլ, չէ՞, ուսա բժիշկը պրոֆեսոր ասել է։ Երբ որ մենք ասում ենք, որ բուժել ենք, ասին կյանսերը մաքրել ենք, դա միայն մարմինը կյանսեր չունի, բայց չի բուժված։ Մի քանի ամիս հետո, մի քանի տարի հետո նորեն պիտի կմերցնե։ Որը չեն բուժած, կարցինոգենը չեն անած։ Կյանսեր բուժիչները պատճառը չեն։ Կյանսեր բուժիչները մաքրել ես, չես մաքրել, heç կապ չունի բուժման հետ։ Ադև ամբողջ խնդիրը։ Ամերիկացիներն էլ գնոջս քերին Բեյրութից եկած է։ Բանը բրասկետ կյանսեր ուներ։ Ասի որ սիսերը օգտագործել 6 ամիս հետո ամեն ինչ վերջացավ։ Չէ, ես ամենալավ պրոֆեսորին տեսա, ամենալավ հիվանդանոցին տեսա, բոլորը խոստացան, որ ինձ պիտի բուժեն։ 3 ամիս հետո մեռավ։ Քիմոթերապիային մերցեցին։ Հիմա չես կրնալ իրեն, ասել որ դեսար, ես քեզի որ սիսերը դիր։ Մեռած կնացած է արդեն։ Ամերիկացիներն են նույն կապն են։ Մենք բժիշկին կհավատանք։ Քո մեթոդը վնասակար ինֆեկցիա առաջացնող մեթոդ է, վերքը ինֆեկցիա գալի։ Հետո քո մեթոդը 10 ցենտ, ինչ 10 ցենտով ինչ կրնաս դու բուժել։ Պետք է 50-100 հազար լավ բուժի դրանք։ Դրա համար գնում են քիմոթերապիան։ Ամենն հային մեկն է, դու որ սիսերով կապորդի լավանաս է։ Քիմոթերապիան դիե կանիշա։ Չէ, քիմոթերապիան դիե։ Դա բոլոր աշխարհի քիմոթերապիա գնում, ես ինչի չգնամ ասում եմ։ Գնա, եթե ուզում ես մենից գնա։ Բոլոր աշխարհի քիմոթերապիան եւ բոլոր աշխարհի դարին 7 միլիոն մարդ է մահանում։
քիմոթերապիա։ Եվ ես հիշում եմ, որ ձեզ հրավիրել են նաև հայկական հեռուստատեսություն մի ժամանակ եւ հաղորդման ընթացքում եւս երկու բժիշկ են հրավիրել, որ այդ երկու բժիշկները ասում են, որ ճիշտը քիմիոթերապիան է եւ ոչ թե ձեր բուժումը։ Այդպիսի բան ես Երևանում ելույթ ունեցա Շանտում։ Ելույթ ունեցա պանի Նվեր Մնացականյանի հետ։ Գիտեք, լսած եք երևի։ Այո։ Այնտեղ բան եկա, Տանակերի ուրուցկապանության դիրեկտոր եւ զամդիրեկտորը դեղակալը։ Դիրեկտորը բանը Հայրո Կարուսյանն է, զամն է Բազիկյան։ Ինչ է, սա լավազակներին մեկն են։ Ասում եմ իմ հիվանդները, որ աստիճանում են լինեն, 4-րդ աստիճան եւ այլն, 100% բուժված են։ Չէ, ասում եմ, մեզի ասում եմ, քո մեթոդը չի բուժում, արդեն ոտքերին դեսնում ենք սիսերները, չեն քո մեթոդը չի բուժում, գալիս են մենք ենք բուժում ասում եմ նրանց։ Ինչ ասես, ստախոսին նույնն է։ Դե Հայաստանի բուժումը մենք շատ լավ տեղ ենք։ Հա։ Այո, ասում եմ կարցինոգենն է հիվանդ կենսեր առաջացնում։ Ինձ հարցը դարից կարցինոգենը ինչ բան է։ Դու ես բժիշկ, դու ես կենսեր բուժող։ Չգիտես կարցինոգենը ինչ բան է։ Այսինքն իրանք չեն կարող բացատրել։ Սարսափելի բան է, սարսափելի վիճակ է։ Մարդիկ դուներնին զախում են, ասկերին զախում են, փողոցներն են մնում ինքը բուժվում է, բոլորներն են մնում։ Մինչև որ դրամը չառնի, բուժումն էլ չեն սկսում, որը պիտի ներնի։ Դրամը նախորդ պիտի առնեն, որ բուժումը սկսեն, այսին ներցնել է սկսեն։ Շատ խայդարակ վիճակ է, շատ դերին ակիջան։ Այդ բոլոր բաները դան, գերցոր բուժումը դա, պոլիշ միատ բուժում դա, բանը Բերժինսկի, տեսակ գապան, բոլոր բարապաներ են, բոլոր ուդելիք պաներով, ջուս շատ խմեսն է, ուդելիք, ճիշտ ուդելիք ուդեսն է պաներ, բոլորը բարապաներ են, ոչ մեկն էլ կարցինոգենը մախրելու համար չի։ Այնպես որ միակ մեթոդը Антонин Сисерна, ուրիշ մեթոդ կոյություն չի լինի։ Նույնիսկ Սիսերը չի, այսինքն Սիսերը ինքը կատարում է սպունգի դեր, քաշողի դեր, մարդու օրգանիզմը ինքնուրույն է մաքրում։ Միան ֆիզիկա է, դժգոհ հատկություն ունի։ Այո։ Այսինքն ֆիզիկի հանելու հատկություն ունի։ Ստացվում մեր կյանքը աշխարհը ֆիզիկական երևույթ է, կյանքը ֆիզիկա է, մենք եւս ֆիզիկայի երևույթ ենք։ Եվ դրա Որ ինչի՞ ֆիզիկը փոխում է։ Դու հակենում է, էլի դու։ Որովհետեւ շարունակի դուզելը, մենք ֆիզիկը հանում ենք հակեցած ֆիզիկը։ Որ դնում ենք որ շարունակի։ Այնպես որ սիսերը միան հետքերն է գադամ, դերքը չկորնում որ պասի, հոգսը չկորնում որ գենա, անընդհատ հոգսի շարունակի։ Դա շատ լավ, անպայման մենք նորից ձեր տեսագրությունը կդնենք լույս հորդում եւ դրանք կզետեղենք նրա հետ միասին նաեւ ձեր գիրքը, ձեր այդ սայթը, որը տեղադրել եք, որպեսզի մենք Եթե նորեն հարցերել ես պատրաստ եմ։ Անպայման կսպասենք ուրեմն պատասխանների, շատ շնորհակալություն պարոն Աշխար, շատ հաճելի էր եւ շատ հետաքրքիր էր, ագին բան սովորեցինք, նորից կապի կլինենք անպայման եւս հաղորդում սարքեք, ասեք։ Իմ առաջի խորհուրդը բոլորին Երբեք քիմոթերապի չսկսի, նամյան ներքնելու, տրանսնելու համար է։ Դանեք, չնայած անողներն են տալիս, հենց անողներն են տալիս, բոլորն են բուժվում են։ Այո, պարոն։ Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։ Շատ։ Դες.